Հարգելի հայրենակիցներ, բարո ձեզ։ Այսօր ձեր հետ միասին կշարունակենք խոսել այն կարևոր հարցից, որի մասին նախորդ իմ ելույթում խոսեցի, եւ նախորդ ելույթը ուղղված էր այն թեմային, որը այս օրերի ընթացքում դարել է գլխավոր թեմաներից մեկը Վրաստանում, դա Ադրբեջանի ուղղությամբ, Ադրբեջանի հետ սահմանին, ադրբեջանական բեռնատարների համար Վրաստանի կողմից խնդիրներ ստեղծելու հարցն է, որը դրանից հետո, ինչ մենք ձեր հետ քննարկեցինք, նաև լուսաբանեց Քալի Բերազը, ավելի պետական Հաքինազը մի փոքր ավելի քիչ պետական ԶԼՄ է Ադրբեջանում, մի փոքր տարբերությունով, եւ այդ թեման հիմա դարել է Վրաստանում շատ ակտիվ քննարկող։ Բայց ես ուզում եմ մենք այդ համատեքստում մի քանի ուրիշ նաև բաղադրիչ բերենք օրակարգ եւ քննարկենք, վերլուծենք ձեր հետ միասին, որ ամբողջությամբ պատկերը լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչ հնարավորություններ, ինչ խնդիրներ կան ստեղծված իրավիճակում։ Առաջերտին պետք է ասեմ, որ շատ գոհ եմ 50,000 դիտորդ ուրեմն կար այդ ելույթին ուղված, նկատի ունեմ մոտավորապես դիտումների քանակը 50,000-ը եւ դա իհարկե խոսում է նրա մասին, թե ինչքան կարևոր թեմա է, ինչքան մեծ նշանակություն ունի եւ առհասարակ դա իհարկե մեծ պատիվ է նաեւ իմ համար, որ իմ վերլուծությունները այդ մեկ կոնկրետ վերլուծությունը նաև այսպիսի ուշադրություն ունի, առհասարակ որ ամփոփենք նոյեմբեր ամիսը իմ կողմից տարբեր ելույթների, վերլուծությունների, հայալեզու իմ վերլուծությունները եւ ելույթները կամ եթերները հավաքել են 830,000 դիտում նոյեմբեր ամսին։ Եթե համեմատենք սա հոկտեմբերին, ապա հոկտեմբերում 500,000 էր, իսկ սեպտեմբերին 365,000 ունենք հսկայական եւ մեծ առաջընթաց եւ ես իհարկե շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ այդ ներդրումի եւ այդ ուրեմն աջակցության համար։ Վստահության նաեւ սա ամենակարևորն է։ Իհարկե զուգահեռ կոչ եմ անում ձեզ անպայման բաժանորդագրվեք, շատերը բաժանորդագրված չեն այդ մարդկանց, ով դիտում է մեր վերլուծությունները, միևնույն ժամանակ իհարկե լայքերով եւ մեկնաբանություններով դուք օգնում եք նաեւ որ տարածվի հետաքրքիր ճշմարիտ տեղեկատվությունը։ Հիմա ինչու մասին է խոսքը հարգելի հայրենակիցներ, նրա, որ շատերը նաև ես տեսա մեկնաբանություններում հարց էին տալիս, թե ինչ համատեքստում եմ ես սա պատմում։ Առաջերտին պետք է ասեմ, որ համատեքստ շատ անգամ կարա իմ վերլուծությունը չունենա։ Նկատի ունեմ ամեն վերլուծությունը չի, որ դրանից հետո ես պետք է ասեմ, ես համարում եմ, որ սա պետք է լինի այսպես։ Առաջերտին վերլուծության նպատակը այն է, որ տեսնել, թե ինչպիսին է իրավիճակը։ Եվ այո, տեսնում եմ մարդիկ ճիշտ չեն հասկացել իմ վերլուծությունը, մի փոքր հատված իհարկե։ Գուցե այդ 50,000 դիտումի մեջ 10 հոգի, բայց հարցը դրանում չի, քանակով չեմ ես միայն քննարկում այսպիսի հարցեր, այլ նաև որակով, թե ինչ են այդ 10 ուրեմն մարդիկ, հայերը ասել իմ վերլուծության մասին եւ իրանց հարցը ուղղված էր ինչու եմ ես մտահոգ Ադրբեջանի համար ստեղծված խնդիրներով։ Պատասխանելով ձեզ եւ առհասարակ մեկնաբանելով այս հարցը պետք է ասեմ ես մտահոգ չեմ դրանով։ Ես առհասարակ առաջի հերթին գնահատում եմ եւ վերլուծում եմ ստեղծված իրավիճակը։ Ում էլ դա վերաբերվի Ադրբեջանին վերաբերվի, թե ուրիշ որևէ պետությանը վերաբերվի, ինչ տարբերություն։ Բացի դրանից մտահոգ կարելի է լինել, ինձ ինչ վերաբերվում է կոնկրետ ինձ, ապա ես մտահոգ կարող լինեմ կամ Վրաստանով կամ Հայաստանով։ Հաշվի առնելով, որ ես Վրաստանի քաղաքացի եմ, ապա եւ հայ եմ, ապա Վրաստանով եւ Հայաստանով։ Եթե ես Հայաստանի ներքաղաքական դաշտում մասնակցեմ, այդ դեպքում նկատի ունենալով տեղափոխվեմ Հայաստան, դա լրիվ ուրիշ օրակարգ կբերի։ Այս պահին, այս իրավիճակում, երբ ես Վրաստանի քաղաքացի եմ, Վրաստանի ներքաղաքական կյանքում եմ մասնակցում, Հայաստանում էլ մասնակցում եմ, բայց չեմ տեղափոխվել Հայաստան առնվազն դեռ, ապա դա նշանակում է, որ երկու պետությունով եմ մտահոգված եւ դա պարզ է։ Մնացած պետություններով ես մտահոգված չեմ կարող լինեմ, բայց
ինձ հետաքրքրում է։ Իհարկե, ես կարամ ունենամ իմ կարծիքը նրա հետ կապված, որ խոսքին Ուկրաինայում տեղի ունեցող եւ Ուկրաինայի դեմ պատերազմը խնդիրներ է, ինչպես մարդկային առումով, այդպես էլ մեր համար էլ խնդիրներ է ստեղծում։ Հիմա Ադրբեջանի ուղղությունով Ադրբեջանի դեմ սա երբ կիրառվում է, ես ոնց որ Վրաստանի քաղաքացի սրանով դժգոհ եմ այն առումով, որ սա Վրաստանի հանդեպ է կորցնում ուրեմն վստահությունը Ադրբեջանի, բայց ես միջև այդ կես տարի առաջ եւ ակտիվ այդ կես տարվա ընթացքում խոսում էի նրա մասին, որ նույնը Վրաստանը անում էր Հայաստանի հանդեպ եւ այդտեղ ես լրիվ ուրիշ մակարդակով էի մտահոգ, բայց ինչ նկատի ունեմ, որտեվ եթե Վրաստանի շահերը վերցնենք, ապա Վրաստանի համար կարևոր է ինչպես Հայաստանը, այդպես էլ Ադրբեջանը, ինչպես հարևան պետություններ։ Եվ Վրաստանը չպետք է իր հեղինակությունը կորցնի ինչպես Հայաստանի առջև, այդպես էլ Ադրբեջանի առջև, այդպես էլ Թուրքիայի առջև։ Ռուսաստանի հետ դե իրավիճակը ավելի բարդ է, դիվանագիտական հարաբերություններ չունենք, օկուպացված ունի մեր տարածքները, բայց դե հասկանում եք։ Նկատի ունեմ այն, որ շատ հասկանալի է, որ Վրաստանին պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նաեւ կայուն հարաբերություններ։ Հիմա իմ մտահոգությունը գալիս է նրանից, որ Ռուսաստանը օգտագործելով Վրաստանը ինչպես գործիք Հայաստանի դեմ, Ադրբեջանի դեմ, Թուրքիայի դեմ, այդ գործիքը իմաստազրկում է։ Այդ գործիքի հնարավորությունները սահմանափակում է, վստահությունը նվազեցնում է։ Հիմա սա ունի դրական եւ բացասական բաղադրիչներ, նայած ումից ենք նայում, ինչ կողմից ենք նայում։ Հիմա բացատրեմ։ Դրականը այն է, որ սա բերում է նրան, որ էլ ավելի լավ են հարևան պետությունները հասկանում, որ Վրաստանում ոչ թե վրացամետ, այլ ռուսական իշխանություն է։ Սա դրական է։ Ինչու՞։ Ադրբեջանցիք, բայց մեր ադրբեջանցիք, նկատի ունեմ Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիք, այսինքն Վրաստանի քաղաքացիները, ադրբեջանական ծագումով դժգոհ են հիմա եւ հստակ ասում են, որ Ադրբեջանը արժանի է նրան, ինչ տեղի է ունենում։ Ինչու՞։ Որտեւ իրանք բացահայտ աջակցել են վրացական երազանքին ընտրություններում եւ հիմա խաղում են դա, իսկ երբ շատերը մեր ադրբեջանցիքից այստեղից խոսում էին նրա մասին, որ Վրաստանը պետք է գնա դեպի Եվրոպա, իսկ այսօրվա իշխանությունները ռուսական են, ադրբեջանական իշխանությունները եւ իրանց ազդեցությունը այստեղ Վրաստանում, դա ուշադրության չառավ։ Իրանք ասում էին վատ է լինելու ձեզել ռուսական իշխանությունը, դե վերջ տեսնում ենք ինչ տեղի ունեցավ։ Եվ հիմա ասում են դե խաղում եք այն, ինչ ցանել եք, որ Վրաստանում ռուսներն են, իսկ ռուսները ձեր դեմ հիմա խնդիրներ են ստեղծում։ Դրականը այն է, որ հարևան պետությունները սկսում են հասկանալ դա։ Վրաստանի համար։ Հայաստանի համար դրականը այն է, որ հիմա Ադրբեջանի թուրքական պետությունների կախվածությունը Հայաստանի լոգիստիկ կապերից կրկնակի աճ ունի ազդեցության առումով։ Եվ հիմա շատ ավելի պետք են հայկական ճանապարհները Ադրբեջանին, Թուրքիային, Կենտրոնական Ասիային, ինչպես նաև Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Չինաստան ավելի խոշոր պատկերով եթե նայենք, քան այն իրավիճակում, երբ Վրաստանով որևէ խնդիր չկար։ Բայց բացասականը իհարկե նա է, որ Վրաստանը կորցնում է այս լոգիստիկ կապերի վրա իր երկարատև ազդեցությունը, նկատի ունեմ, որ որևէ մեկը չի ուզենա Վրաստանով նոր լոգիստիկ կապեր ձևավորի։ Սա Վրաստանի համար բացասական է։ Գուցե Հայաստանի համար սա օգտակար է, որովհետև Հայաստանը կարա դա օգտագործել եւ էլ ավելի մեծ ծավալ ստանալ, բայց մյուս կողմից երկար ժամկետով Հայաստանին նաև ձեռ չտալի այն, որ Վրաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական այստեղ դերը։ Հիմա բացատրեմ ինչու։ Որովհետև Վրաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բալանսավորված են մեր այստեղ ենթակառուցվածքներով։ Ադրբեջանցիք այստեղ մեծ համայնք են, Ադրբեջանը իդեմը սոկարի ունի մեծ ազդեցություն այստեղ ադրբեջանական թեմի վրա, դրանով իհարկե եւ հիմա նաեւ Քալիբերազի հոդվածում դա նշում էին ինչպես սպառնալիք փաստորեն, ինչպես նաեւ Թուրքիան ունի մեծ տնտեսական ազդեցություն մեր համար մեկ
տնտեսական գործընկերը Վրաստանի Թուրքիան է, ունի Բաթումիում տարբեր ազդեցություն, նկատի ունեմ այդտեղ մուսուլման վրացիներ կան, նկատի ունեմ տարբեր տնտեսական, քաղաքական ազդեցություն եւ այլն։ Մի խոսքով իհարկե հարևան պետությունները ունեն մեծ ազդեցություն, դա բնական է։ Հարցը նրանում է, որ Վրաստանը կարողանում էր բալանսավորել այդ ազդեցությունը եւ դրա շնորհիվ կարողանում էր բերել ուրեմն օրակարգ այն, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հարգում էին Վրաստանը։ Հիմա եթե Վրաստանը սկսի այս լոգիստիկ կապերի կարևորությունը կորցնի, ապա դա կնշանակի, որ հարգանքը Վրաստանի հանդեպ կնվազի։ Իսկ առանց հարգանք բոլոր այդ մեխանիզմները, միջոցները, որը Թուրքիա եւ Ադրբեջանի ձեռքում կան, մեր պետության Վրաստանի դեմ կարան կիրառվել։ Եվ դա Վրաստանի համար չի կարող լինել ուրեմն օգտակար, դա վնասակար է, բայց դա նաև վնասակար է Հայաստանի համար, որովհետև թուլացած վրացական պետությունը, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չունի այդ մեխանիզմները բալանսավորի շահերը, իսկ մենք զինված ուժեր հզոր չունենք Վրաստանում։ Մենք չունենք այստեղ մեծ տնտեսություն։ Մենք հիմա արդեն չունենք արևմուտքի աջակցություն։ Մենք ոչինչ չունենք։ Այն ինչ կարա մեզ օգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր կախվածությունը բալանսավորել։ Միակ բանը դա լոգիստիկ կապերն էր եւ հիմա Վրաստանը կարելի ասել այդ առումով լուրջ խնդիրներ ունի եւ կունենա։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, մտահոգություններս գալիս է այդ առումով, բացի դրանից պետք է նշել, որ ես սրանում տեսել եմ իհարկե Վիկտոր Լավրովի հայտարարության տրամաբանությունը, որը 2 շաբաթ առաջ ասել էր, որ ամեն ինչ կանեն թույլ չտան Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ճակերտներում պոկելը իրանց ազդեցությունից դեպի արևմտյան ազդեցություն, դե ամեն ինչ են անում հիմա Վրաստանի միջոցով, որովհետև դեռ Հայաստանի տարածքով լոգիստիկ կապերը բաց չեն։ Հիմա ինչ հնարավորություն է ստեղծվում սրանով։ Սրանով ստեղծվում է հնարավորություն, որ Հայաստանը շուտափույթ բացի լոգիստիկ կապերը։ Նկատի չունեմ երկաթուղին, որտեղ շուտափույթ երկաթուղի չես կառուցի, բայց իհարկե հնարավոր է բացել ցամաքային սահմանները եւ Մարգարա-Գորիս ուղղությունը, որը Հայաստանը առաջարկել է, այս կարծում եմ ադրբեջանական կողմին պետք է հետաքրքրի, ինչպես նաև ուրիշ ուղիներ նաև պետք է առաջարկել եւ կամաց-կամաց այո բացել, միջև այդ երկաթուղու կապերը կառուցվի։ Ես շատ դրական եմ գնահատում այս համատեքստում օրերս մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկու հանդիպումը, մեկը գիտեք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել Գաբալայում, ադրբեջանական քաղաքում, որտեղ ուրեմն Մհեր Գրիգորյանի առաջնորդությամբ պատվիրակությունը Հայաստանի քննարկել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ակտիվացումը ամբողջ հայ-ադրբեջանական արևելյան սահմանին, նկատի չունենալով Նախիջևանի հատվածը, ամբողջ այդ հատվածում, եւ ես ակնկալում եմ, որ այս հանդիպումը, որը իհարկե շատ կարեւոր դրական եմ գնահատում, դրական քայլ է առաջ, բերելու է առհասարակ հենց այդ դրական զարգացմանը այն առումով, որ սահմանի բացման գործընթացները շատ կարևոր փուլ են մտնում եւ դա կարա մեզ ի օգուտ լինի Հայաստանում։ Ինչ նկատի ունեմ։ Ինչքան շուտ սահմանազատումը անցկացնենք, այդքան լավ։ Նկատի ունեմ, ինչքան շուտ մենք ունենանք ֆիքսված սահման, որը Ադրբեջանն էլ կճանաչի եւ չի ունենա որևէ հարցեր սահմանի հետ կապված, այդքան ավելի կնվազի ուրեմն որևէ տարածքային մկրտում Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Իսկ հաշվի առնելով, որ մեր համար պետք է կենսական նշանակություն ունենա Հայաստանի տարածքային ամբողջականությունը ապահովելը, ապա 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված Ալմա-Աթայի հռչակագրով, որը նաև ամրապնդված է Վաշինգտոնի հռչակագրում,
ապա սահմանի դեմարկացիա դելիմիտացիայի գործընթացը առաջ տանելը, որը հիմք է տալու նրան, որ բացվի այս ճանապարհները, որի մասին ես խոսում եմ, եւ ստեղծի այլընտրանք Վրաստանի ճանապարհներին, շատ մեծ նշանակություն ունեն։ Ուստի այդ առումով ես կարծում եմ շատ դրական է, նաեւ այդտեղ գրված է, որ ակնկալվում է նույն տրամաբանությամբ հանդիպում Հայաստանի մարզերից մեկում, քաղաքներից մեկում, ինչպես Գաբալայում է այս դեպքում տեղի ունեցել, կարծում եմ, որ դա էլ նաև դրական կլինի, կողմերը երկկողմ այդ օրակարգով կարողանում են արդեն լրջագույն քայլեր անել առաջ եւ հատկապես հարցը հենց դրանում է, որ Ադրբեջանն էլ է հիմա շահագրգռված այդպիսի ուրեմն այդպիսի իրավիճակով եւ այդպիսի քայլերով, որովհետեւ Ադրբեջանի համար էլ կենսական նշանակություն ունի հիմա բացել սահմանները եւ ստեղծել Հայաստանի տարածքով այլընտրանք։ Ուստի կարծում եմ, որ այն ինչի մասին մենք ձեր հետ խոսում էինք նախորդ իմ վերլուծությունում, դա գլխավոր առաջերտին հիմքն է նրա համար, որ մենք վերլուծենք, տեսնենք ինչպիսի իրավիճակ է տարածաշրջանում, ինչ դա հնարավորություններ է տալի Հայաստանին, Վրաստանին, հաշվի առնելով, որ մենք հայալեզու այստեղ քննարկում ենք անցկացնում Հայաստանի մասին հաճախ եմ խոսում, բայց իհարկե նաև ես վրացական ԶԼՄ-ներին իմ տված հարցազրույցներում խոսում եմ Վրաստանի համար կենսական անելիքի մասին այս ուղղությամբ։ Ուստի ընդհանուր առումով մենք պետք է լավ հասկանանք իրավիճակը եւ իհարկե սա նաև առնչվում է ուղիղ ներքաղաքական դաշտի հետ, որովհետեւ Հայաստանում չի կարելի թույլ տալ, որ խափանվի օգոստոսի 8-ի այդ կարևորագույն Վաշինգտոնի օրակարգը, ինչը նշանակում է, հարգելի հայրենակիցներ, որ հաջորդ ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը եւ բոլոր մնացած ընդդիմադիր ուժերը, որոնք աջակցում են օգոստոսի 8-ի օրակարգին, պետք է հաղթեն, իսկ ռուսական գործակալները իդեմս Կտրիչ Ներսիսյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի եւ մնացած ուրիշները, որով նույն տրամաբանությունով են շարժվում, նույն հարցերին են աջակցում, Էդմոն Մարուկյանը, Արման Թաթոյանը եւ այլն, բոլորը միասին պետք է պարտվեն, իհարկե, եւ Ռուսաստանը պետք է պարտվի գալիք ընտրությունում։ Հա, մոռացա հայ հեղափոխական դաշնակցությունը, իհարկե, որը առհասարակ ինչքանով Ռոբերտ Քոչարյանը պետք է առհասարակ ազատության մեջ չլինի իմ գնահատականով եւ հուսով եմ դատական գործերը կավարտվեն եւ մենք կտեսնենք ուրեմն այնտեղ այնպիսի որոշում դատարանի կողմից, որը կլինի առաջի հերթին համապատասխան իր գործունեությանը եւ արդար։ Մենք սպասում ենք արդարություն։ Եվ նույնը վերաբերվում է իհարկե ռուսական գումարները սահմանափակելուն, Սամվել Կարապետյանի եւ իհարկե նույնը վերաբերվում է ահաբեկչական բոլոր խմբերին, որոնք իշխանությունը տապալել կամ հեղաշրջում կազմակերպելու ցանկություն ունեն, նկատի ունենալով իհարկե առաջին հերթին հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչքանով իրանք պետք է ունենան հնարավորություն առհասարակ գործել, դա մեծ հարց է եւ պետք է օրակարգում լինի այդ կուսակցության արգելման նաև հարցը։ Շարժվում ենք առաջ, հարգելի հայրենակիցներ, սպասում եմ ձեր հարցերին, պատրաստ եմ պատասխանեմ ձեր հարցերին նաև ապագայում։ Կարծում եմ մենք նաև եթերներ ձեր հետ կսկսենք կազմակերպել, որտեղ որ հարց ու պատասխանի միջոցով կկարողանանք քննարկել հարցեր։ Եթե աջակցում եք այս գաղափարին, որ կազմակերպենք այդպիսի ուղիղ եթերներ եւ հարց ու պատասխան անենք, խնդրում եմ դա նաև գրեք մեկնաբանություններում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։